Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո սուրբ մարգարեական հոգին ասում է սպառազինությունդ երբեք չհանես, երբեք չմտածես, թե արդեն հասած ես, արդեն բարձունքներում ես, արդեն թագավորում ես, արդեն տիրում ես, թեպետ և մենք տիրոջով մեր հոգին արդեն երկնքում տնկված է, բայց քո սպառազինությունը Տերը ասում է չհանես, քո սպառազինությունով է, որ դու հաղթող ես, որ դու հակառակվող ես չարի խավարի ուժերի դեմ, քո սպառազինությունն է, որ քեզ պահում է, որ դու կարողանաս Քրիստոսին հետևես, և այն ճանապարհները, որը Տերը քեզ համար է նախատես է, որը քո կյանքի ճանապարհն է, որ դու անցնես, ինչպես որ մի անգամ Տերը ինչ ասավ, ես փոքր ժամանակից տարիներից քո սրտի մեջ մի հետք թողեցի, և այդ հետքը դարձավ քո կյանքիդ ընթացքը, ճանապարհը, և այդ հետքը հավատք, սեր դեպի Հիսուս Քրիստոսը։ Այստեղը բոլորս գիտենք, Եփեսացիների գիրք, թուղթ 6-րդ գլուխ 10 խոսքից, այսուհետև եղբայրներս զորացեք Տերով և նրա զորության կարողությունով, կարողացի նրա զորությունը կրես, և Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինիք սատանային հնարքներին հակառակ կենալ, առանց սպառազինության չես կարող հակառակվես, որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ է, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ է, որ երկնավորների մեջ են, սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինիք հակառակ կենալ չարության օրումը և ամեն կատարելով հաստատ կանգնել, արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ ու արդարությամբ գոտևորված, և արդարության զրահը հագած, և ձեր ոտները կոշիկակած խաղաղության ավետարանի պատրաստությունով, և ամենի վրա հավատքի վահանն առեք, որ կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել, և փրկության սաղավարտն առեք, որ գլուխը միտքդ պաշտպանա հակառակորդի տված մտքերից, և հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, և ամեն աղոթքով, աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով, առանց Աստծո սպառազինության մենք չենք կարող ոչ մի քայլ անենք, սպառազինությունը չհանես, հագի, խաչը եղի, մարմինդ խաչած արա, այս աշխարհի համար քեզ մեռած համար, աշխարհին թող քեզ համար մեռած լինի։